100 դրամով ոնց որ ավելի շատ գումար էին հավաքում, քան 150 դրամով, եղբայր չեն կարում վճարեն։ 75,000 դրամ է ստանում աշխատող աղքատը, աշխատում է։ Հիմա ասում ես 15,000 տուգան եմ, 20%-ն է իր աշխատավարձը։ Որ տուգանում ես այդ մարդուն, 5 անգամ տուգան ես ամսվա մեջ, ինչ տանի տուն։ Ինչը իրականում տուգանքի մատերիալը, եթե հիշում եք, այդ մասին խոսել է այս իշխանությունը, երբ որ եկավ իշխանության, ուրեմն իմ խորին համոզմամբ եւ ցանկացած կարծում եմ ողջամիտ ելույթության դեպքում այս նախագիծը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, հատկապես Երևան քաղաքի բնակիչներին տուգանքի մատերիալ նշանակելու մասին է։ Կարալ այդպես լիներ այս փաթեթը եւ գոնե ճիշտ կլներ, որովհետեւ իրականում հետեւյալն է։ Թուղթն ու գրիչ իրանց ձեռքն է, գիտեք, սիրելի երևանցիներ, միասին ենք պայքարել, բերեցին ասին 100 դրամը, իդեպ այստեղ նաեւ նստած մարդիկ 150 դրամ սակագնի բարձրացման դեմ ժամանակին պայքարել են, ես հիշում եմ։ Եվ 100 դրամը դարձրին 150 դրամ, ասին մենք ենք որոշում, լավ ենք անում, 100 դրամը կդառնա 150 դրամ, հետո էլ ասեցին, տեսեք ինչքան լավ է, քաղաքացիները ուրախ զվարթ վճարում են։ Բայց պարզվում այդպես չի, 100 դրամով ոնց որ ավելի շատ գումար էին հավաքում, քան 150 դրամով։ Հիմա էլ ասում են, մենք պետք է տուգանենք, զնության ներկայացնենք, հələ որ վարչական ձերբակալության ներկայացնենք, այս էլ չստացվի, քրեական հետապնդում ի դեպ չի բացառվում, որ մի օր էլ այդպիսի նախագիծ կբերեն։ Հիմա լավ, պարզ հարց է տալի մարդուն, ասում է, չեմ կարող ասեմ, թող վճարեն, չտուգանվեն։ Եղբայր չեն կարում վճարեն։ 75,000 դրամ է ստանում աշխատող աղքատը, աշխատում է։ Հիմա ասում ես 15,000 տուգան եմ, 20%-ն է իր աշխատավարձի։ Հիմա այդ խնդիրը հեշտ ձեզ վերաբերելի չի։ Բա հիմի ասինքն որ տուգանում ես այդ մարդուն, 5 անգամ տուգան ես ամսվա մեջ, ինչ տանի տուն։ Բա հարց է, չէ, այսինքն ձեզ դա էլ չէ պետք է հետաքրքրի։ Հիմա հեսա ավարտում եմ, եւ ամենակարևոր խնդիրը, իրականում բազմաթիվ նաև հարցեր կային, այսպես կոչված այդ բարեփոխումների իմաստով։ Պարոն Ավետիսյան, ավարտում եմ։ Բայց ամենակարևոր հարցը ի վերջո ձեր հռչակած Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ դուք պետք է ծառայեիք իրան, ոչ թե իրան ծառայեցնեք ձեզ եւ անվերջ դեպի ձեզ։